Փառք Տերոջ։ Փառք Հիսուսին։ Նախքան ողջունի խոսք ասեմ եւ նստենք։ Ուզում եմ մի բան ասեմ այս գեղեցիկ պաշտամունքից հետո։ Ես ու ինքինս ադրինեմ, որ պաշտամունքի ավակելա վայելանք։ Եվ զգում եմ ոչ մի ավելորդ բան կարիք չի, որտեղ արդեն Աստված աշխատում է եւ գործում է։ Սրտումս կա մի բան ասեմ։ Իմանում եք ամեն եկեղեցի որ մարդ հանգիստ եւ հարազատ ազգում։ Ես զգում եմ 5-րդ, 6-րդ անգամն է ձեր մեջ եմ շատ հարազատ մտերի մտավոր ինձ իրավունք եմ տալ եղբայր ջան այս խոսքն ասեմ։ Իմանում եք մենք տարբեր գործիքներ ենք առնում, չէ՞։ Keyboard ենք առնում, տելեֆոն ենք առնում, կամ այս միկրոֆոններն ենք առնում, ավտո ենք առնում։ Ամենի հետ գալիս է մահա տետրակ։ Ճիշտ է։ Այդ տետրակի մեջ գրերը ինչպես գործած ենք, եւ այդ տետրակի մեջ գրած է, որ եթե փչանում է, ինչպես նրան ճշտենք, նորեն սարքենք։ Եվ եթե ամեն ինչը փչանում է, ասում են factory reset։ Տելեֆոնը եւ որ factory reset է անում, վերադառնում է ամեն նկարները, ամեն կոնտակտները, ամեն ինչը ջնջվում է, ելնում է նոր գործարանի տելեֆոն։ Որտեւ իմ պարսկահայ լեզուս մեկ ինչ բանա ուզեմ վստահել եմ որ հասկանում ենք, չէ՞։ Factory reset։ Այս Աստծո խոսքը ավետարանը եւ որ առատորեն պաշտամունքի հետ սկսում է եկեղեցին քարոզվել, Աստված մեզ reset է անում։ Մեզի մաքրում է ամեն մեղքից, մեզի մաքրում է ամեն հոգսից, մեզի մաքրում է ամեն հոգնած վիճակից։ Ավետարանն իմանում է մենք մեր մեջ կա վայրեսներ, մեր մեջ կա խնդիրներ, մեր մեջ կա մարդկային ու աշխարհային բաներ եւ ասում է արի պաշտամունքի մեջ եւ իրավունք դուր, ես ջնջեմ, ես մաքրեմ։ Մի օր մի մարդ մատ ավտով գնում էր Ամերիկայի Նյու Յորք նահանգի մեջ եւ ավտոն մանկամից հաճկավ։ Մի լավ բառել սովորել եմ։ Խոտ տվավ եւ չաշխատավ ավտոն։ 2 անգամ, 3 անգամ տեսավ չի լում, հոգնած կայնավ, տեսավ մատ թանգանոց մեքենա եկավ, մատ լիմուզին։ Եվ մի հոգի ցած իջավ, շատ թանկ շորեր հագած, սպիտակ ձեռնոց քաշած, հայտնի էր հարուստ մարդ էր։ Ցած եկավ, ասավ ի՞նչ հա, ասավ մեքենաս չի աշխատում։ Ասավ իրավունք ունեմ իրան, մահատ նայեմ, ասավ այո։ Այս մարդը նայեց 2 հատ բան շարժեց եւ մի անգամից խոտ տվավ աշխատավ։ Եվ որ գնում էր, այս մարդն եկավ, ասավ ի՞նչ եղավ։ Դու քո թանկագին շորով, դու այդ թանկագին ձեռնոցով, դու այդ հարուստ մարդը ինչու եկար ինձ օգնար։ Ասավ ես Հենրի Ֆորդն եմ։ Առաջի ավտոն ես եմ հնարը։ Եվ այս մեքենան որ փչացել է ես եմ սարքել։ Եվ իմ խիղճս իրավունք չի տալի, եսի քանդած մնա։ Ես նրան սարքելու եմ եւ ես նրան նորեն ճանապարհ եմ գցելու։ Տերը որ մեզ ստեղծել է, Տերը որ մեզ ստեղծել է իր կերպարանքով։ Իրավունք չի տա մենք թույլանանք, իրավունք չի տա թույլ մնանք, իրավունք չի տա տկար մնանք, իրավունք չի տա հիվանդ մնանք, որտեղ ինքը մեզ ստեղծել իր նման առողջության, պաշտամունքի հոգով եւ զորությունով։ Այսօր եթե իրավունք տանք, Տերը մեզ reset կանի եւ Տերը մեզ խոտ կտա եւ Տերը մեզ կբարձրացնի։ Ես սպասում եմ հրաշքների, ես սպասում եմ Աստծո հոգու շարժվելը։ Ոչ թե ովիվների գալիս են շատերը մեր մոտ ուզում են կրեդիտ տան, չէ, որտեվ ինձ հրավիրել է եղբայրներն են, ոչ, որտեվ արդեն դուք պատրաստել եք այդ վայրը, որ Աստված սկսի գործել։ Մի վարքյան դրան պաշտենք, մի վարքյան նրան գովենք, մի վարքյան նրա անունը բարձրացնենք եւ փորձենք երկնքի նման ապրելը։ Նրանք որ չեն կարող ծափահարել, նրանք որ չեն կարող ուրախանալ, մի վատ լուր ունեմ, երկինք չեք կա։ Երկինքը խելոք մարդկանց տեղը չի, երկինքը շնորհքին մարդկանց տեղը չի, երկինքը թրվռալ, վազել, պարել, ուրախանալ, ծափահարել, երգել, երկինքը խենթերի տեղն է։ Եվ սրա համար օրհնում եմ մեր պաշտամունքի խումբին, այո, մայրպես անասոտի, այո, պաշտեք մեր Տերոջը, երգեք մեր Տերոջը, օրհնում ենք քեզ Հիսուս, բարձրացնում ենք քեզ Տեր, այո, այո, այո եւ ամեն, ամեն, խնդրեմ համեցեք, որտեղ Հայաստան մեկի ժամը շուտ է անցնում, չեմ անում ստե, մեր մոտ մեր ժամը 60 րոպե, ստե չեմ անում ինչքան է, միշտ շուտ է անցնում,
Վայ եղբայր ջան, շնորհակալ եմ, որ պատճառել եք ես գեղեցիկ հովիվների հետ եւ ես քաղց ընտանիքի հետ ծանոթանանք։ Իմ համար եւ Ադրինեին պատիվ եւ պարծանք է ձեր հետ միասին պաշտել։ Մեր պարսկախոս եկեղեցու մեջ մի տղա կար շատ էր նեղացնում։ Մի օր բարկացամ, ասամ, ինչ անեմ քո ձեռքից։ Ասամ, ճար չունես, պետք է սիրես։ Եթե ուզում ես երկիկ լես, պետք է ինձ սիրես, ոտար ճար, հիմա հետա, իմ հետ սազվեք ու վարվեք, որտեղ ճար չունեք։ Եթե նեղացնեք, կարող է դրախտում ձեր կողքի հարևանը մենք լինենք, հետա որ մեր հետ լավ վայելեք, որ կարողանանք ընդեղել իրար հետ օրհնված կյանք ունենալ։ Փառք Հիսուսին։ Շնորհակալ եմ եղբայր ջան, այս առիթից իմ համար պատիվ եւ պարծանք է կայնել եւ Տերոջ խոսքը խոսալ։ Սրա համար հովիվները միշտ 5-6 հատ լավ քարոզ ունեն։ Չէ՞ վահե եղբայր։ Որտե որ եթում են ասում են այդ ամենալավը քարոզեն, որ մյուս անգամ էլ հրավիրեն մեզի, չէ։ Ամենակրակը, ամենալավը։ Ես էլ մի քանի հատ ունեմ, բայց արդեն տարիներ իրանցից լավ քարոզներից անցերը։ Ես սրտումս կար մի բան խոսային, բայց 2 օր էր, որ Աստված անընդհատ ինձ խոսք է տալի։ Այս պատկանը դուր ես եկեղեցուն, որտեղ զգում եմ շատերի համար ճանապարհ եւ շատերի համար նոր սկիզբ կլինի։ Սրա համար ես չեմ եկել լավ քարոզեմ։ Ես եկել եմ ճիշտ քարոզեմ Աստծո խոսքը եւ ասեմ։ Եվ չեմ անում մյուս անգամ եթե Գյումրի կամ եղբայրը կհրավիրի կամ չի հրավիրի, դա վերջը կհայտնվի, բայց ուզում եմ մի բան ասեմ։ Մենք մի հատ խողովակ ենք, որ ինչ որ Աստված ասում է փոխանցում ենք։ Ես 2 օր եկել եմ ասեմ. Տերը ման է գալի նոր զորքի։ Տերը ման է գալի նոր զորքի։ Եվ որոշներին ուզում եմ ուշադիր լսեք սիրելիներ։ Որոշներս հասել ենք 10-ի։ Իմանում եք մենք, եւ որ հաշվում ենք 1, 2, 3, 6, 7, 8, 9, 10։ Եվ որ 10 ենք հասնում, արդեն բավարար ենք։ Ո, ես 10 եմ հասել։ Ես էլ ավարտեր եմ։ Բայց 10-ի վրա մնացողը տարվում է։ Աստված ասում է 10-ից անցի, նորեն էլի 1, նորեն ցածացի, խոնարացի, ինչու, որտեղ եւ որ 10-ից անցնում ես 1 լինում ես 11, 10-ից ավելի բարձր ես լինում, 11, 12, մինչև 19, 20, Տեր 20 բավարար է, ես արդեն 20 եմ, վայելում եմ, երգում եմ, պաշտում եմ, քարոզում եմ, վկայում եմ, Տերն ասում է, «Դե մնաս, ձեռքից կտաս», անցի 1, 21, ես այսօր եկել եմ հրեմ որոշ ետասարտների, ամեն, Երանի Ադրինեին ասեր, մի քանի րոպե ասեր իմ քարոզելու ձևը, եթե ժողովուրդը չեն արձագանքում, ես մի հատ վատություն ունեմ, քարոզը երկարացնում եմ, եւ լինում է փարաոնի քարոզը, չի թողնում ազգն էթա, ընսես պահում է էտի, էտա որ խնդրում եմ, ինչքան ուզում եք շուտ էթա, արձագանքեք, որ ես էլ իմանամ, որ շուտ պետք է վերջացնեմ, իմ գործը հրել է Սուրբ Հոգու գետերի մեջ, հրել է օծության մեջ, ես չեմ ընդունում, Քրիստոսի հավատացյալը պետք է տկար լինի, ժամանակավոր այո, ես չեմ ընդունում պետք է տարիներ հիվանդ լինի, տարիներ անհույս լինի, միտեղ պետք է կոտրվի եւ միտեղ պետք է արձակվի Տերոջ օծությունը եւ օրհնությունը։ Եվ ես եկեղեցու համար զգում եմ, Աստված այդ օրը բերեր է։ Աստված այդ օրը բերեր է։ Եվ Տերը մեզ ուզում է 10-ից եւ 20-ից տանի 21-եր, 31-եր, 41-եր, 91-եր եւ 100-ներ։ Մեր նոր սերունդը պատրաստված է նոր հրաշքների։ Հներն անցավ։ Ամեն բան նոր է։ Եթե պարզ խոսենք ու ավետարանենք, Աստված հրաշքներ կանի եւ մենք կտեսնենք։ Սրա համար այսօր ուզում եմ խոսեմ, վերկաց եւ շարժվի։ Վերկաց եւ շարժվի։ Մենք սովորել ենք նստենք։ Մենք այնքան ծույլացել ենք այս նոր սերունդի մեջ, ու վեր տելեֆոն ունենք իմանան, որ մի հատ կոդ ունի, չէ՞, մի հատ նոմեր ունի պետք է պես որ բացվի, չէ՞։ Էդ էլ չենք անում, ուզում եք մեր դեմքին նայի։ Չեք ուզում մեր մատերն էլ լեղություն քաշեն։ Մի հոգի հավատացյալ ծոմը պահություն էր եւ աղոթեր, որ Տեր իրան համբերություն տա։ Եվ գրեր էր խփերը սարցարանին. Տեր ինձ համբերություն տուր, բայց շուտ տուր։ Իր աղոթքի համար չէր զում համբերեր։ Սրա համար մենք պետք է սովորենք, կայնենք Տերոջ խոստումների վրա։ Բժշկողը մենք չենք։
Ազատագրողը մենք չենք։ Մենք մենակ պատգամավոր ենք, որ կարդում ենք, խոսում ենք, երգում ենք եւ մնացածը Աստված կատարում է։ Ամեն։ Եթե Աստծո խոսք ունեք, իմ հետ այսօր ուզում եմ մի քանի բառ կարդամ Ելից գրքի 14 գլուխից։ Կներեք, որտեղ ես պատկամը չէ պետք է ասեմ, ես հայերեն համարները չեմ բերել, մեր եղբայրից խնդրել եմ, որ հետո մեր համար կարդան։ Բայց նախքան որ համարները կարդան, ուզում եմ մի կարճ ասեմ։ Իսրայելի ժողովուրդը 400 տարի բանտի մեջ էին, բանտարկյալին, գերին Եգիպտոսի մեջ։ 400 տարի, այսինքն 10 սերունդ։ Եվ էլ կամած Աստծուն մոռացերին, պաշտամունքը մոռացերին։ Եվ իրանք կարող է որոշ հիները Մովսեսին ճանաչում էին, նորերը Մովսեսի հետ ծանոթ էլ չէին։ Որոշները խառնվերին Եգիպտացիների հետ, որտեղից ենք իմանում, որտեղ եւ որ ուզում են կուրջ սարքին, մի կուրջ սարքան, որ եգիպտացիների աստվածն էր։ Իմանում եք, ումի հետ էթալ գալան եք, կնմանվեք նրան։ Սուրբ մարդի հետ էթալ գալեն ես, կսիրես նրա սրբությունը։ Խմբողի հետ էթալ գալեն ես, կսիրես իր նման խմելը։ Սրա համար իրանք կուրքը սարքերին, ոչ իրանք աստվածի նման Եգիպտոսիներին։ Եվ մի օր իրանք սկսան աղաղակել 10 սերունդ գերի քաղցած տկար անհույս եւ սկսան աղաղակել, բայց ավետարանը ինչ է ասում, Տերը լսեց նրանց աղաղակը, կոտրվածին, բայց Տերը լսեց, գերին, բայց Տերը լսեց, անհույսին, բայց Տերը լսեց, տկարին, բայց Տերը լսեց։ Մեր Տերը մենակ չի լսում զորավորների աղոթքը։ Մեր Տերը լսում է այն աղոթքը, որ սրտի խորքից բարձրանա դեպի Տերը, եւ ասի Տեր, վերջացնում եմ ես իմ վիճակը եւ ուզում եմ դուրս գամ։ Սրա համար Աստված լսեց այդ ազգին եւ Մովսեսին ուղարկեց զորավոր ձեռքով, ինչպես որ ամեն անգամ մենք սրան շեշտում ենք, Զատիկի օրերը Մովսեսը հրաշքներով, զորություններով դուրս բերավ։ Եվ հետո, եւ որ դուրս եկան, Սատանան, որ նմուշ է Փարաոնը Սատանայի, մի անգամից մտածեց. Ինչու ձերքից տվամ ես 2-3 միլիոն ձրի աշխատողները։ Եվ ինչ արեց, հիշում եք, կարգեր վերցրավ եւ սկսավ հետևել Իսրայել ժողովրդին։ Զգուշացնում եմ ես, ոչ թե ես եկեղեցուն ամեն տեղ որ գնում եմ։ Մենք ջոկվեր ենք, մենք ազատվեր ենք, մենք դուրս ենք եկել գերությունից, բայց դեռևս տեղ չենք հասել։ Չարը իր զորությունով, իր կարգերով, իր ուժերով, իր ցանկություններով, իր խաբեբա հոգով մեզ ինչ է անում։ Հետևում է, որ ինչ անի, մեզի նորեն գերության մեջ տանի։ Եվ ավետարանն ասում է Իսրայել ժողովուրդը լսացին կարգերի ձայնը։ Մանավանդ ես խոսում եմ ետասարտների համար։ Եվ որ դուրս ենք գալի աշխարհից, եւ որ չենք նմանվում օտար աշխարհային մեր ընկերներից, եւ որ ուզում ենք սուրբ ապրենք, եւ որ խմելը, ծխելը ինքոմ ենք դնում, զգուշ եղեք, որտեվ անցածի ձայնը անընդհատ մոտենում է մեզ։ Եվ ասում է դու ինչ բան ես սերքից տվել, դու հաճույք ես սերքից տվել, դու հարստություն ես սերքից տվել, դու ամուսնություն ես, նայ, դու եկեղեցի ես գնում, ոչինչ չունես, քո ընկերը եկեղեցի չի, դու ամեն ինչ ունի։ Կարգերը չին հասցե Իսրայել ժողովրդին, բայց կարգերի ձայնը կար։ Եվ Աստծո խոսքը ասում է, կարգերի ձայնը վախացրեց իսրայելացիքին։ Դեռ չէր հասցե, բայց ձայնը կար։ Չարի գործը սա է, որ մեզ վախացնում է այն բանը, որ դեռ մեզի չի մոտեցել։ Եվ ես շատ հավատացյալներ եմ տեսել, որ վախի մեջ են ապրում, հոգսի մեջ են ապրում։ Շատ մարդիկ կան, որ այդքան որ չարի մասին են խոսում, այդքան Աստծո եւ Սուրբ Հոգու մասին չեն խոսում։ Ես մի բան եմ միշտ ասում։ Հրեշտակները, որ ընկան 1/3-ն են։ Ճիշտ է, եղբայր ջան, ինձ հայերեն եթե բանվանում եք, ճիշտ եք, վայ եղբայր։ Եվ որ Լուսիֆերը Սատանան ընկավ 1/3, հրեշտակներն իր հետ ընկան, չէ՞։ Ես չեմ մտածում 1/3-ը քանի միլիոն հոգի կլեն, որովհետեւ գոնե 2/3-ը դրի մետ են։ 1/3-ն է քոնը, իմ հետ 2/3 կան։ Դա որ շատ կրեդիտ
Եվ զորություն չտանք չարին։ Նա որ մեր մեջ է, ավելի զորավոր է նրանից։ Նա որ իմ մեջ է գործում, ավելի զորավոր է։ Ամեն, սրա համար ուզում եմ այսօր հայտարարենք, ես շատ ուրախացամ, որ ես եկեղեցին պաշտամունք անող եւ ազատ հոգի ունի, ամեն տեղից չեմ զգում։ Սրա համար ուզում եմ մեկ քիչ ցեցին դեղացնեմ։ Իմանում եք բանակի մեջ մեզի ասում են բանակը ինչու չունի։ Կայնի, ինչու կայնեմ, ինչու չունի, ես ասում եմ կայնի, հետո որ մեկ քիչ կկայնացնեմ, կնստացնեմ այսօր, բայց ուզում ենք խայտարակենք չարին եւ ասենք քո կարգի ձայնը լսում եմ, բայց վստահում եմ իմ փրկող ասում որ դուրս է բերել։ Ես քո ձայնը լսում եմ, բայց ես երբեք չեմ վերադառնալու իմ նախկին կյանքին։ Ես խմելուց ազատվել եմ։ Հիմա չես կարող ինձ նորեն վերադարձնես այդ կյանքին, որտեղ Քրիստոսը արփացրել է ինձ իր հոգով։ Ես ուզում եմ մի բան ասեմ։ Որոշներս չենք ուզում 20-ից 10-ից անցնենք։ Ասում ենք բավարար է։ Ես ընծես էլ որ կամ հասնեմ երկինք։ Ադրինե եղբայրը տեսիլք էր տեսել, մի օր հասեր էր երկինք, դրախտը ներս էր մտել, բայց ասում է դրախտի տուրեր ուզում են կողմին ոտերս դուս էր։ Ասում է հազիվ հավաքա միջև տուր կողման։ Ես չեմ ուզում այդպես ներս մտնեմ դրախտ։ Ես ուզում եմ փառքով եւ պատիվով ներս մտնեմ։ Եվ դրա համար որ այսօր եկել եմ սիրելի եկեղեցի ասեմ։ Լսում ենք, այո, աշխարհի մեջ ձայներ կա, կարգի ձայներ, չարերի ձայներ, մեր անցյալ կյանքի ձայներ, որ ուզում է վախացնի, բայց Աստծո խոսքը մեզ վստահացրել է։ Մենք իշխանություն ունենք ամեն չարի հնարքների եւ զորությունը։ Չարը զորություն ունի, բայց մենք ունենք իշխանություն։ Ես ու դու թագավորի տղա եւ աղջիկ եք, չարը իրավունք չունի։ Եթե ասես նստի, պետք է նստի։ Եթե ասես հնազանդի, պետք է հնազանդի։ Եթե ասես հերվացի, պետք է հերվանա։ Եվ մենք շատ ժամանակ չենք հասկանում, ինչ օծված եւ օրհնված ժողովուրդ ենք։ Ամեն։ Մենք կարող ենք անկարելի բաները Քրիստոսի միջոցով կարելի դարձնել, բայց չարը մեզ ասել է բավարարվի հենց այդ որ կաս։ Եվ ես զարմանում եմ մեր ժողովուրդը բավարար են դրով։ Ես բավարար չեմ։ Մենք ամեն ինչի մեջ բավարար ենք։ Ամերիկա մեր հայերը իրանց համար մահատ տկարություն է, եթե իրանց ավտոյի մոդելը 2024 լինի։ Պետք է վստահ 2025 լինի։ Ոայ, ինչքան ամոթալի iPhone 15 լինի։ Հիմա գանից 17-ն արձանագրել։ Ամեն ինչ ուզում ենք նոր, բայց Քրիստոսին ուզում ենք հինը։ Իմանում եք այս ժողովուրդը որ դուրս եկան, հինությունը իրանց հետ բերան եւ այդ պատճառը լավ դժվարություն աներ։ Ես ուզում եմ խրախոսեմ սիրելի եկեղեցի։ Հինության մեջ փառք չկա։ Հին կերակուրի մեջ համ չկա, հին շորի մեջ փառք չկա, հին աղոթների մեջ փառք չկա։ Որոշները 50 տարվա առաջվա նման են աղոթում։ Դրա մեջ փառք չկա։ Տերը պետք է տա մեզ նոր աղոթք, նոր հայտարարություն, նոր հաջողություն, նոր Սուրբ Հոգու լեցունություն, նոր լեզու, նոր կրակ, նոր իշխանություն, նոր անդամ, նոր զույգ, նոր յետասարդ։ Եվ մենք ասում ենք, Տեր, ես չեմ կարող։ Ես եկել եմ ասեմ, եթե Իսրայելի գերի ազգը կարողացան, Գյումրի հավատացյալները 100% կարող են այդ գործն անել եւ անցնել։ Ամեն։ 14-րդ գլուխ։ Եղբայր ջան, խնդրեմ 6-րդ համարից մատ մեր համար կարդակ, շնորհակ։ 4-րդ համարից։ Եվ փարավոնի սիրտը կկարծրացնեմ եւ նրանց ետևից կընկնի։ Եվ ես փարավոնի վրա եւ նրա բոլոր զորքերի վրա կփարավորվեմ եւ եգիպտացի կտեսնեն, թե ես եմ Եհովան։ Եվ նրանք այսպես արին։ Շարունակենք այ։ Եվ Եգիպտոսի թագավորին պատմեցին, թե ժողովուրդը փախավ, եւ փարավոնի եւ նրա ծառաների սիրտը ժողովրդի դեմ փոխվեցավ, եւ ասացին. Սա ինչ արինք մենք, որ Իսրայելին մեզ ծառայություն անելուց թող տվեցինք։ Եվ իր կառքերը պատրաստեց, եւ իր ժողովրդին իր հետ առավ, եւ վեր առավ 600 ընտիր կառքեր, եւ Եգիպտոսի բոլոր կառքերը եւ նրանց ամենի վրա ոստիկաններ։ Եվ Տերը Եգիպտոսի փարավոն թագավորի սիրտը կարծրացրեց, եւ նա Իսրայելի որդիների ետևից ընկավ, եւ Իսրայելի որդիկը բարձր ձեռքով դուրս եկան։ Ամեն։ Նախքան օտար համարներ կարդենք։ Ժողովուրդը ինչպես դուրս եկան։ Ինչ ավտո ունին, ոտովին,
գերի, քաղցած, տկար, հոգնած, երեխին գրկերին, իրանց ապրանքներ, որ տարիներ հավաքերին արժեքավոր էր, իրանց հետ կրում էին, շատ կամանցիկ գալի հոգնած, Փարաոնն ինչ ուներ, ձի և կարգ և 600 հատ ընտիր կարգ, և որոշ ժամանակ ասում են, Տեր, դու կարծես իմ հետ խնդիր ունես, ես հազիվ դուրս եմ եկել, ինչու ես Փարաոնի սիրտը խստացնում, դու փափուկ մնա չհետևի ինձ, Աստված ծրագիր ունի, և ուզում եմ ասեմ, որոշներս այս ճանապարհի մեջ հիմա դուրս ենք եկել, տկար ենք, հոգնած ենք, երեխեքը գրկած, և մեր թշնամին կարգերով մեզի հետևում է, ձայնը հասնում է, բայց վերջը ինչ ասավ, Աստծո ձեռքը նրա հետ էր, երբ որ Տերն է իմ հետ, թող ամբողջ աշխարհը ինձ հակառակ լինի, Քրիստոսի հետ լինելը, այսինքն ամեն ինչ ունենալ։ Մի ետասարդ աղջիկ եկել էր հովիվի մոտ ասել էր, ուզում եմ ամուսնանալ։ Ասել որ տղի մասին ասացանք այդ ետասարդը ինչպես տղա է, ասավ շատ գեղեցիկ է։ Հովիվ մատ 0 գրավ։ Ասավ էլ ինչ, ասավ շատ փող ունի։ Երկրորդ 0 գրավ։ Ասավ էլ ինչ, ասավ ու մազերը հրաշալի։ Երրորդ 0 գրավ։ Չորրորդը մեծ կրթություն ունի։ Չորրորդ 0 գրավ։ Էլ ինչ աղջի ջան, լավ գործ ունի, աշխատանք ունի։ 7-րդ 0 ամեն գրավ։ Ասավ, ես որ գրում ես, ես չամուսնանամ հետ, եթամ էլ ավելի լավ։ Աղջիկ ուզում էր դուսից դուրս հետար հովիվ, ասավ էլ օտար բան չունի։ Ասավ մի բան էլ ունի։ Ասավ ինչ, ասավ Տերոջ շատ է սիրում։ Ամեն 0-ների առաջ մատ 1 գրավ, էլա միլիոն։ Տերը եւ որ գալիս է մեր կյանքի մեջ, մեր 0-ները սարքում է միլիոն։ Հարուստացնում է, զորացնում է։ Սրա համար կարիք չի մենք նոմեր լինենք, կարիք է որ մենք կայնենք Քրիստոսի կողքին։ Մեր տկարությունը կդառնա զորություն, մեր մեղքը կդառնա սրբություն, մեր թույլությունը կդառնա ուժ։ Ամեն։ Եվ սրա համար որոշները ասում են Տեր, Փարաոնի սիրտը ինչու չփափկացրար, որովհետև Տերը նպատակ ունի այս գործի մեջ։ 13 համարից էլ մինչև 18-ը եղբայր ջան խնդրեմ կարդանք։ Եվ Մովսեսն ասեց ժողովրդին. մի վախեցեք, կանգնեք եւ տեսեք Տիրոջ փրկությունը, որ այսօր կանի ձեզ համար, որովհետեւ ձեր այսօրվա տեսած եգիպտացիներին այլևս չպիտի տեսնեք հավիտյան։ Տերը ձեզ համար։ Էսի գրված չի որ մենք անկիրան ենք։ Էսի իրականություն է։ Երկինքը եւ երկիրը կանցնեն, բայց Աստծո մի խոսքը մի կետը կամ վերնակետը չի ինգնի։ Ուզում եմ մի վարքյան խնդրեմ ոտքի կայնենք եւ դավանենք էսի մեր կյանքի մեջ։ Չմոռանանք, կարգերը գալիս են, լավ զորավոր կարգեր գալիս են, թշնամու ձայնը գալիս է, մենք տկար ենք, հոգնած ենք, բայց Աստված ինչ է ասում։ Մանքամ էլ խնդրեմ եղբայր ջան, առաջնորդեք մեզ այս համարի մեջ։ Եվ Մովսեսն ասեց. մի վախեցեք։ Ինչ արեք։ Կանգնեք։ Մի վախեցեք։ Իմանում եք վախը մեր ամեն մարմինի հոգու շնչի մեջ արգելք է բերում։ Սրա համար ավետարանի մեջ ասում մի վախեցեք։ Աշխարհը վախ է բերել, բայց Քրիստոսը վախի ազատություն է մեզ խոսում։ Սրա համար ուզում եմ մի հոգի որ կողքի տա, եթե մտերիմ ես միաբանվես։ Այսօրվա ժողովը 2-2 ենք ուզում առաջ տանենք։ Իմանում եք ինչու։ Որովհետև շատ ժամանակ մենք չենք իմանում չարի հետ ինչպես պատերազմենք։ Հիշում եք Պողոսին եւ Շիղային բանտը գցան, ծեծան, գցան բանտը եւ ուզում են որ իրանց շատ հալածին ու նեղացնին, ավետարան ասում է կեսգիշերին ինչին անում։ Ովերին փառաբանում։ Պողոսը քանի հոգով, 2 հոգով։ Մատ համար կա։ Մեր ավետարանի մեջ կա, չեմ անում Հայաստանի ելգացիչ։ Ասում է որտե 2 հոգի միաբանվեն Աստված չարը այնքան հիմար էր եղբայր։ Ես եւ որ ասում եմ հաճույք եմ տան։ Չարը այնքան հիմար էր ես համար չեր իմանում։ Որ որտե 2 հատ հավատացյալ միաբանվեն հրաշք է կատար։ Եթե ես համարի զորությունն իմանար, Պողոսի քսեր մե բանտ։ Շիղայի քսեր մի օտար բանտ, որ իրան հետ չկարողանին միաբանվին։ Բայց որովհետև այդ գործը չեր իմանում, 2 հատ հավատացյալ միաբանվան եւ Աստված հրաշք կատարեց իրանց ազատեց։ Ամեն։
Ուզում եմ երկու միասին իրար կյանքի մեջ դավանենք։ Կայնեք եւ մի քվախանա։ Այո, եղբայր ջան։ Մի քվախանա, կայնեք։ Մի վախեցեք, կանգնեք եւ տեսեք Տիրոջ փրկությունը, որ այսօր կանի ձեզ համար։ Ով կանի։ Հովիվ չի անի։ Կարիք չի դու մեկ գործանես։ Դու մենակ ինչ արա։ Մի վախենա եւ կայնի։ Եվ մնացած գործը դուր Տերոջ։ Ով է կարող ասի Տեր, վստահում եմ քեզ։ Ես հիվանդ եմ։ Իմ ընտանիքս լավ վիճակի մեջ չի, գործիքով խնդիր ունեմ, ես առողջության խնդիր ունեմ, բայց հավատքով այսօր կայնում եմ եւ ասում եմ Տեր, դու փրկելու ես ինձ, Տեր, դու բժշկելու ես ինձ, Տեր, դու ազատագրելու ես ինձ։ Որոշ ժամանակ կարծում ենք մենք պետք է մի գործ անենք, ոչ, 2000 տարի առաջ խաչի վրա Տերը կատարեց եւ ասեց, վերջացավ, գինը վճարվեց։ Այո, եղբայր ջան, խնդրեմ։ Որովհետև ձեր այսօրվա տեսած եգիպտացիներին այլևս պիտի չտեսնեք հավիտյան։ Ուզում եմ ինձանից լսեք մարգարական սիրելիներ։ Հիվանդ եսեք է, վերջի օրն է, որ հիվանդ դուրս կեթաս։ Տկար եսեք է, վերջի օրն է, որ տկարությունով դուրս կեթաս։ Հոգնած եսեք է, անհույս եսեք է, վերջի օրն է, որ այս բանը, որ քո հետ բերերես այսօր ես դալիճի մեջ, վերջի օրն է, որ նրա հետ ես, նրանք թողնես Տերոջ ներկայության մեջ եւ ազատ, առողջ, զորավոր դուրս կգնաս Տերոջ ողորմությունով։ Ամեն։ Իմանում եք մեր լեզվի մեջ զորություն կա։ Մեր դավանանքի մեջ զորություն կա։ Որոշներ իրենց սրտի մեջ են ասում։ Այսօր ուզում եմ դեր ձայնը բարձրացնել։ Եվ ասեն, ես հիվանդ եմ, բայց վերջի օրն ես հիվանդության մեջ մնում եմ։ Ես տկար եմ, ուզում եմ դավանենք, ասենք։ Ես չեմ անում ինչ օրերից ես ասում։ Դավանի եւ ասա։ Իմ երեխեքը Տերոջ չեն ապրում, բայց այսօր վերջի օրն է, որ ես նրանց հոգս եմ անում։ Նրանք ճանաչելու են քեզ։ Իմ գործը առաջ չի գնում, բայց վերջի օրն է, որ հաջողություն չկա։ Տեր, դու հաջողություն ես տալու ինձ այսօր։ Მე 30 վայրկյան ուզում եմ եկեղեցու ձայնը լսեմ։ Მე 30 վայրկյան ուզում եմ լսեմ, որ ասում ենք եւ աղաղակում ենք։ Տեր, ես կայնում եմ, ես հավատում եմ, ես վախ եկում եմ դնում եւ դավանում եմ, որ դու կարող ես այսօր մեջից տանես ամբողջ այս զորքը, որ իմ դիմաց կայնացեն։ Ամեն, եղբայր ջան, շարունակեք խնդրեմ։ Ասեմ ժամայցուց շատ արագ է Թումեսի։ Որովհետև ձեր այսօրվա տեսած եգիպտացիներին այլևս պիտի չտեսնեք հավիտյան։ Էլ չես տեսնի, ասա չեմ տեսնի։ Չեմ տեսնի։ Էլ ես չեմ տեսնի։ Վա, փառքես Տեր, այո։ 14 համարը։ Տերը ձեզ համար պիտի պատերազմի եւ դուք լուր կացեք։ Իմանում եք ինչ էլ նախքան նստել թողեք ես էլ ասեմ։ Եվ որ կայնած ենք երկու լավություն ունի, լավ ուշադիր եք եւ որոշներ էլ չեն կարող քնել։ Որտեղ մեր եկեղեցու մեջ բեմից նայում են որոշ անդամներ այնքան հանգիստ քնած են, ես գիշեր տեն չեմ քնում։ Հետո որ քանի ժամանակ մեկ ասեմ ոտի կային։ Իսրայելիցիքը եկեր են։ Թշնամին հետևում է, իրանք հոգնած են, դիմացը կարմիր ծով կա։ Եվ Աստված Մովսեսի միջոցով ասում է՝ մի վախենա, կայնեք եւ Աստված ձեզի կոշնի կբարձրացնի եւ կազատի։ Եվ մյուս համարը ինչ է։ Ինչ պետք է անեմ։ Ես ինչ պետք է անեմ։ Ծոմապահություն անեմ։ Ես պետք է լավ ժողով կամ Աստվածաբանության դպրոց վերցնեմ։ Ինչ անեմ։ Աստված մի պատասխաներ է 15 համարը։ Եվ Տերը ասաց Մովսեսին. Ինչու ես ինձ աղաղակում, ասիր Իսրայելի որդիներին, որ չվեն։ Ով ասավ։ Մովսես ասավ, Աստված ինձ ասերա, ձեզ ասեմ, որ էլ մի կաղաղակի, ինչ արեք, չվեք, առաջ գնացեք, շարժվեք, և Տերն ինձ էլ ասերա, որ կամ, կյանքի խոս, գյումրի, կայնեմ, և ասեմ սիրելի եկեղեցի, Տերն ինձ ասերա, հոգս մի արա, մի աղաղակի, մի անույսանա, չվի, առաջ գնա, մի հետայի, մի վտացի Փարավոնի կարգի, դու կարիք չի ոչի չանես, Աստված մեր համար նպատակ ունի, և պետք է նպատակին հասնենք, և եթե կանգ առնենք չենք հասնի, Տերն ասում է, չվի, շարժվի և գնա, 16 համարը, Եվ դու գավազանդ բարձրացրու և ձեռքդ մեկնիր ծովի վրա և ճեղքիր նրան
եւ Իսրայելի որդիների ծովի միջոցով ցամաքով գնան։ Նախքան նստել է, վերջը լիճացավ, ինչով գնացին։ Ցամաքով։ Որ դեպի մեջի ցամաքով գնացին։ Ծովը որ տարիներ ու կարող է հազարավոր տարիներ ջուր կար ցեխեր, տիղմեր։ Բայց Աստված չուզեցավ իր ժողովուրդը դժվարության ու ցեխի ու հոգնածության մեջ էթան։ Ոչ թե ծովից անցան, ցամաքով անցան, հանգիստ անցան, եւ Տեր այս օրերը մեզ ուզում է զորավոր, փառավոր, ուժեղ։ Տերը մեզ չի ուզում փրկի, եւ մենակ զորի մեզ գցենք երկինք։ Տերն ուզում է ցամաքով, զորությունով, իշխանությունով այս դժվարություններից անցնենք եւ օծությունը վերցնենք մեր համար։ Խնդրում եմ համեցեք, որ կարողանանք շարունակենք։ Մենակ չվի, առաջ գնա։ Եվ այսօր եկել ես եկեղեցու ոմանք նրանք, որ արդեն որոշեր են կանգ առնեն, արդեն բավարարվեր են, արդեն ընդունել են, որ իմ ուզեցածին հասել եմ։ Ես ես պաշտոն ունեմ, ես ես ընտանիք ունեմ, ես ես գործ ունեմ, ես այսօր եկել եմ ասել, Տերն ասում է, մի մոռանա, դու տեղ ունես, դու պետք է շարժվես։ Եթե մնաս կարգը կհասնի, եթե մնաս փարաոնը կհասնի, ինչ արա, շարժվի եւ գնա։ Ով բացեց կարմիր ծովը։ Տերը, մի վախենա, ես ստե։ Աստվածաբանությունից լավ չի, նոմեր չեմ տա վահի եղբայրն էլ շատ փափուկ սիրտ ունի, ոչ չի ասի։ Ով բացեց կարմիր ծովը։ Իմանում եք որոշներից կարմիր ծով ինչու չի բացվում։ Ես հիշում եմ դպրոցը, եթե մեր տասատուն մա դժվարը հարցեր հարցնում, մենք շուտ գաղնվում մեկի գլուխի հետ, որ մեզ չհարցներ, չէ։ Եկեղեցին էլ այդպես մարդիկ շատ կան։ Ով էր իմ նման, հիմա էլ 45 տարուց հետո ունեն ծովեր, որ բացված չի։ Կա այս մարդը, ես ու Ադրիանն ենք Ամերիկայից մենակ կա, չէ։ Իմանում եք ինչու կարմիր ծով չի բացվում, որտեղ մենք չենք գնում, որ հասնենք կարմիր ծովին։ Պետք է հասնես կարմիր ծովին, որ Աստված բացի։ Հասկանալի է, որոշներս հեռու եք, որ ասենք Տեր բացի միջև անցնեմ։ Ասում եմ արի միջև ես բացեմ։ Քայլի դեպի դժվարությունը, որ ես բացեմ։ Վկայի, որ ես կյանք տամ։ Աղոթի, որ ես բժշկվեմ։ Ասում ենք չէ Տեր, օծություն դուր ես կեթամ։ Ասում մի օքյու ասոտ խռովեր էր Ամերիկա։ Ասում էր Տեր իմ լատարին չի տանում, լոտոն, լատարին, չէ։ Ասոտ խռովեր էր, ժողով չէր ասում իմ լատարին չի։ Վերջը Սուրբ Հոգին իրան հանդիմանավ։ Ասում այ մարդ, մատ առ որ տանես։ Չեր առնում եւ ուզում էր տաներ։ Որոշներից կարմիր ծովը փակ է, որտեղ չեն քաջալերվում, որ մոտենանք կարմիր ծովին։ Վախանում ենք։ Որոշ հավատացյալ դևահար են տեսնում վախանում են։ Բայց մի բան ասեմ։ Դևահարն է, որ մեզանից պետք է վախանա։ Մի օր Հիսուսը մոտեցավ, դևահարը վազավ եկավ։ Հիսուս ոչ աղոթեց, ոչ օրհնեց, ոչ յուղ օծավ։ Ինքս մի պետք է ինչ գործ ունես։ Որոշ հավատացյալներ կան առավոտ, որ արտանում են ասում են, չար, ինչ գործ ունես իմ հետ։ Այսօր ինչ դար պետք է տենես իմ գլուխը։ Այսօր ինչ բան։ Այդ չի։ Պետք է առավոտը, որ արտանում եմ այդ հավատացյալ, չարը խփի գլուխին ասի, «Էլ ինչ խաղ ունես իմ վրա խոսալու։ Էլ ինչ գործ ունես իմ արքայությունը քանդելու։ Էլ ինչի համար ես պատրաստվելու աղոթելու»։ Ամեն։ Ես եկել եմ ասեմ սիրելի, մի վախենա մոտենաս կարմիր ծովին։ Մի վախենա մոտենաս դժվարության, մի վախենա մոտենաս հոգսի, մի վախենա մոտենա այդ տեղին, որ ոչ ոք չի ուզում մոտենա, որտեղ մինչև չմոտենաս բացվել չկա, բայց եւ որ մոտենում ես, Աստված քեզի հրաշք է տալի։ Ազգը հասան, թշնամին հետևից գալիս էր, կառքերից այնը կար, առաջից կարմիր ծովն էր, եւ Մովսեսը ղեղջը մենակ էր։ Փարաոնի հետ չէր կարող խոսալ, որտեղ ուզում էր իրան սպաներ։ Ազգի հետ չէր կարող խոսալ, որտեղ ուզում էին իրան քարկոցին, որ իրաց մեզ ունեն Եգիպտոսից դուրս բերել։ Օտար մարդ էլ չկար։ Պարտավորված գնաց Տերոջ ներկայության մեջ եւ սկսեց աղաղակել։ Մեր ամենաուժեղ եւ օրհնված աղոթները այն ժամանակ չեն, որ եկեղեցու մեջ իրար հետ պաշտում ենք։ Այն ժամանակ չի, որ այս փառաբանության խումբը մեզի առաջնորդում է։ Այն ժամանակ է, որ կոտրված ենք, մեր ընտանիքը, մեր հովիվը ոչ ոք չկա, փրվում ենք Տերոջ ոտքերի մեջ, ասում ենք Տեր, թշնամին հարձակվերա,
Կարգերի ձայնը գալիս են, կարմիր ծովը կա, ինչ անեմ, եւ Տերն ասում է՝ մի վախենա, ոտքի կայնի եւ հրճակի, ես քո ծովերը ճեղքող, ես քո դժվարությունները բացող, քեզի ազատող եւ քեզի ասատագրող եմ։ Ամեն։ Ասում է Աստված քամի փչեց։ Դուք արեք կայնեք կարմիր ծովերի, հիվանդությունների, դեվահարությունների առջև եւ Սուրբ Հոգու քամին կգա եւ անկարելի բանը կարելի կդարձնի։ Սուրբ Հոգին եւ որ փչի եկեղեցու մեջ, կարմիր ծով չէ ոչինչ, Ատլանտիկ ծովն էլ կբացվի, երկու կողմ կկայնի եւ կցամաքանա, որ ես ու դու բարձրանանք եւ անցնենք։ Ամեն։ Կարծեմ եք ինչ օգներ է կամ անց եք ամեն ասում, հա։ Մենք 20 րոպե կերկարացնեմ։ Ես քեզ Աստծոց եմ ուզում, այդ իմ անջի, հա։ Դուք երևակայեք, հասեր եք մահացովի եւ մոկոմիս նայեք մենք Ամերիկա Universal Studio գնացել ենք, այս ծովը տեսել ենք, սարքեր են։ Դու ավտոբուսով եթում ես, ջուրը ճեղքվում է, վահե եղբայր տեսել եք, մեջից, բայց չի խաղալիք, այս սրահի չափա ջուրը, այդ չի եղե։ Աստված 1 մետր ու 2 մետր չի բացել, քանի կիլոմետր 3 միլիոն հոգի պետք է անցնին եւ այդ ալիքները ջուրը քանի մետր բարձրության երեխին գրկած է, երեխին լացում է, քաղցած է, մեկը հոգնած է, մեկ իր ապրանքներ թափում է եւ նայում են այդ ջուրին։ Կարծում եք վախանում են թե չէ։ Վախանում են այդ ջուրից։ Բայց մի բան ասեմ, Աստված որոշ ժամանակ մեր համար ճանապարհ է պատրաստում, որ պետք է պատրաստ լինենք վախանանք ու անցնենք։ Ամեն։ Մենք ասենք Տեր ապահովի, Տեր ճշմարտացրու, վստահացրու, հետո ես կանցնեմ։ Տերն ասում է, իմ ճանապարհը կարող է վախել ճանապարհը լինի, վախելով անցնես։ Մի վախենա ջուրերի եւ քետերի մեջից անցնելը, որովհետեւ Սուրբ Հոգի քամին է, որ պահեր է, որ վտանգ չհասնի մեզ։ Ամեն։ Այդ խնդրեմ շարունակենք եւ վերջացնենք եղբայր ջան։ 20 համար Եվ եգիպտացիների բանակի եւ Իսրայելի բանակի մեջտեղը եկավ ու ամպ ու խավար եղավ, բայց գիշերը լույս էր տալիս եւ բոլոր գիշերը միմյանց չմոտեցան։ Այո։ Եվ Մովսեսը մեկնեց իր ձեռքը ծովի վրա Հիմա ով ձեռք մեկնեց Մովսես Ինչու Աստված Փարաոնի սիրտը խստացրավ։ Ինչպես ասամ Տեր, դու իմ հետ թշնամի ես, քիչ դժվարություն ունեմ այդ Փարաոնն էլ ուղարկար իմ հետևից։ Տեր, ես ապաշխարել եմ, ես պետք է լիներ, ես իմ սպասում։ Մովսեսը աղաղակում էր. Տեր, դու ինձ չիր ասե։ Իրար հետ պայմանը էս չէր։ Դու մենակ ինձ ասել ես գնա եւ Փարաոնին ասե իմ ազգը ազատի որ քանից պաշտեն։ Դու չես ասե որ Փարաոնն ինձ հետևի։ Դու չես ասե 600 հատ կարգի հետևից կգան։ Դու չես ասե ժողովրդին վրա կբղավեն։ Աստված դիթեյլը մանրամասնությունը չի ասում, ուզում է հավատքով քայլեն, չէ՞։ Բայց ինչու է Աստված Փարաոնի սիրտը խստացրել, որ Մովսեսը մի բան ունենա, եւ ուզում եմ սիրելի եկեղեցի դու էլ իմանաս, ինչու է որոշ օրերը Աստված քեզ այդ դժվարությունից անցացնում, որ դու մի բան իմանաս, Աստված քո ձեռքը դրեր է պատասխանը։ Ամեն։ Մովսեսի ձեռքը կար ձեռնափայտ։ Եվ Մովսես ասում էր, Աստված տվերա, որ երբ որ հոգնում եմ հենվեմ, կամ երբ որ ուզում սարը բարձրանամ օգտվեմ, Աստված ասում էր, դու դրա արժեքը չես իմանում։ Ես այդ ձեռնափայտը տվերեմ, որ դու հրաշք գործես։ Ես այդ ձեռնափայտը տվերեմ, որ դու օծություն օգտվես։ Ես այդ ձեռնափայտը տվերեմ, որ դու ծովեր ճեղքես։ Փարաոնը եկավ, որ Մովսեսի իմանար ձեռնափայտի արժեքը։ Եվ Աստված ինձ ու քեզ որոշ ծովերի արժև է տալի, որ ինձ ու քեզ ցույց տա, որ այդ օծությունը, որ ինձ ու քեզ տվեր է, ինչքան արժեքավոր է։ Ես վստահ եմ, եկեղեցու մեջ մարդիկ կան մարգարական։ Պետք է գործիացես։ Մարդիկ կան զորության, մարդիկ կան իշխանության։ Եվ այդ մարդիկ պետք է զորավոր կայնեն եւ սկսեն Աստծո գործ առաջ տանել,
Մի կարծի այդ օծություն Աստված տվերա, որ ասեն ինչքան քաղց եղբայր է, Աստված քեզ տվերա մարգարության հոգին, որ ոչ թե նստես եկեղեցու մեջ եւ մեկը կասես Աստված քեզ շատ է սիրում, Աստված քեզ դրեր է, նշեր է մարգարե, որ կայնես եւ Գյումրիի համար մարգարություն անես, որ հազարներ եւ 10,000-ներ Քրիստոսին կգան, կապաշխարեն, այս քաղաքի մեջ Քրիստոսի անունը կբարձրանա։ Ամեն։ Եվ մենք կարծում ենք Աստված այդ օծություն տվերա մեր եկեղեցու մեջ Կիրակի։ Մովսես, այդ ցերնափայտը դրա համար չի, որ քո ցերքին մի փայտ ունենաս։ Էս իմ իշխանության նշանն է։ Եվ այսօր ամեն մեկի դուրս եկեղեցում ես խոսքը լսում եք ուզում եմ ասեմ, ոչ ոք չկա այս եկեղեցու մեջ իր ցերքի մեջ ոչինչ չունենա։ Աստված քեզ մի բան տվեր է։ Մեկին աղոտ, մեկին հավատ, մեկին զորություն, մեկին մարգարություն, մեկին քարոզ, մեկին նվատ, մեկին պաշտամունք, մեկին ծառայություն։ Եվ չի տվել, որ մենակ մենք բարձենանք, տվել է, որ չարի սարքազները Գյումրի քանդենք, Քրիստոսինը կառուցենք եւ փառք բերենք Քրիստոսի անվան համար։ Ամեն։ Եվ եթե հանգիստ նստենք չենք կորցածի։ Աստված պարտավոր անում ես, բերում է ծովերի առջևը, որ մենք կարողանանք մեր օծությունը գործիացենք։ Ես վստահ եմ որոշներ կա այնքան օծությունից չենք օգտվել, արդեն չի գործում։ Ուզում եմ ասեմ, այսօր վերջի օրն է, որ քո օծությունը դրեր ես եւ չես օգտվում։ Նորեն վերցրու եւ շարժի, նորեն վերցրու։ Ուզում նրանք, որ զգում են Եղբայր ջան, կներես այսքան համարցակ եմ եկեղեցու մեջ բան։ Նրանք, որ զգում են այս եկեղեցու մեջ մարգարական հոգի է իրանց տրված։ Ուզում եմ ոտքի կայնեմ, խնդրեմ։ Մի աման չի ասեմ կայնեմ, կասեր օ, իրան մարգարե է հասկանում։ Չկա մարգարե մեր մեջ, թե ամենը տեք ուզում եք ես նստեմ, հա։ Նրանք, որ ուզում են մարգարության հոգի կա իրանց վրա, այսպես թողեք ասեմ։ Նրանք, որ ուզում են Աստված իրանց հետ խոսի, նրանք, որ ուզում են Աստված ապագայի բանին իրանց ցույց տա որոշ բաներ, խնդրում եմ ոտքի կայնենք։ Հալելույա, հալելույա, աղոթքի մեջ լինենք, աղոթքի մեջ։ Ուզում ձեռքը տնես քո վրա, ուզում ձեռքը տնես քո վրա։ Հալելույա, եւ դավանես ու ասես. Տեր դու արժեքավոր ես ինձ, եւ ես նվեր ես օծություն ինձ տվեր ես։ Բայց ես լսեր եմ կարգի ցայնը, լսեր եմ մարդկանց խոսքն ու դատելը, եւ ասել եմ Տեր, եթե մարգարանամ եւ սխալ լինի, կարող է ծաղրեն, կարող ասեն է սուտ մարգարա, Հիսուսի անունով, ուզում եմ բերանդ բացես եւ իմ հետ դավանես։ Տեր, ես վերցնում եմ իմ մարգարեության հոգին։ Տեր, վերցնում եմ իմ մարգարեության հոգին։ Ուզում եմ երրորդ անգամը դավանես ու ասես. Տեր, վերցնում եմ իմ մարգարեության հոգին։ Գործացիր այդ մարգարությունը։ Հծես վարկյան։ Տես Տերը չեմ ուզում ասես։ Ուզում եմ մտածես եւ տեսես Տերը քեզ ինչ է ասում։ Քեզ Տեր որտե է տանում Տերը եւ ինչ է ուզում քո միջոցով անի։ Դու մի կարծի, որ Աստված էդի քեզ տվեր է ժամանակավոր, այս օծությունը Աստված քեզ տվեր է, որ դու կայնես կարմիր ծովերի դիմաց եւ ձեռքդ բարձրացնես եւ ծովերը ճեղքեն։ Եվ հիմա ուզում եմ հավատքով քո ձեռքը տարածես դեպի երկինք, քո ձեռքը բարձրացես դեպի երկինք եւ մարգարական իշխանություն վերցնես եւ ինչ որ քո համար ես վարկյան, անկարելի է դավանես ու ասես. Տեր, ճեղքում եմ իմ դիվանդությունը, Տեր, ճեղքում եմ իմ մենակությունը, Տեր, ճեղքում եմ իմ անհույսությունը, Տեր, ճեղքում եմ իմ ընտանիքի անհաջողությունը։ Ասա, բարձրացու, դավանի եւ ասա, որտեղ որոշեր ենք այսօր վերջի օր լինի, որ փարավոնի զորքը եւ կարգերը լսնում ենք։ Ձայնդ բարձրացու եւ ասա. Ես վերցնում եմ իմ իշխանությունը, ես վերցնում եմ իմ ձեռնափայտը, ես վերցնում եմ իմ կրակը եւ դիմաց եմ գայնում ամեն հիվանդության, դիմաց եմ գայնում ամեն տկարության, դիմաց եմ գայնում ամեն անհույսության։ Հիսուսի անունով, այն ծովերը, որ ես եկեղեցու դիմաց է ճեղքում ենք,
Այն ծովերը, այն հակառակությունը, որ այս սիրելի եկեղեցու դիմաց կա, Հիսուսի անունով Սուրբ Հոգու կամի խոսում ենք, որ բացի լայնը ճանապարհ, ցամաք սարքի, որ այս եղբայր քույրերը կարողանան անցնեն, եւ այս քաղաքի պատմության վրա ազդեցություն ունենան Տեր Հիսուս ջան։ Հիսուսի անունով ամեն հիվանդություն ճեղքում ենք եւ Տերոջ զորությունն ու բժշկությունը խոսում ենք։ Ամեն անհույսություն, որ այս եկեղեցու եւ անդամների վրա կոտրում ենք, այս եկեղեցին պետք է ունենա կյանքի հույս, հալելույա, եւ պետք է փայլի։ Ես խոսում եմ եղբորս վրա, կնոջ վրա, քրոջս վրա, Հիսուսի անունով նոր ոսություն, նոր հույս, նոր զորություն, որ կայնեն եւ իրանց ձեռնափայտը բարձրացնեն եւ Գյումրիի մեջ ճանապարհներ բացվի, անկարելիներ կարելի դառնա եւ այս եկեղեցու անդամները ցամաքի մեջ անցնեն։ Ես աղոթում եմ իրանց ոտքերը չցեխոտի, իրանց ոտքերը չհոգնի, այլ Տեր ցամաքի մեջ անցնեն։ Հիսուսի անունով այս եկեղեցու ձեռնափայտը բարձրացնում ենք, պաշտամունքի ձեռնափայտը բարձրացնում ենք, խոսքի ձեռնափայտը բարձրացնում ենք, մարգարեության փայտը բարձրացնում ենք։ Եվ խոսում ենք հրաշքդ կատարի Տեր։ Հալելույա, հալելույա։ Ձեռքերդ մի ցածր, ձեռքերդ բարձրացրու, ձեռքերդ բարձրացրու։ Ձեռքերը տարածի, արժեքավոր բան կա քո ձեռքերի մեջ, արժեքավոր բան կա քո ձեռքերի մեջ, քանի որ քո ձեռքերը բարձրացրած են, քո ծովերը ճեղքվելու է այսօր, քո անհույսությունը ճեղքվելու է, մի ընդունի, մի վերցրու, մի համաձայնվի եւ դավանի ու ասա, ես եւ իմ ընտանիք անցնելու ենք, եւ իմ եկեղեցին անցնելու ենք, եւ ես իմ ազգը անցնելու ենք այսօր։ Հալելույա, հալելույա, հալելույա։ Սիրելի եկեղեցի, նրանք, որ ընդունում են, որ ունեն իրանց ձեռքին մի բան, որ կարող են հաղթեն աշխարհին, ուզում Տերոջը քանի վայրկյան օրհնենք, քանի վայրկյան գովենք, քանի վայրկյան բարձրացնենք, որ մենք որբ չենք, որ մենք մենակ չենք, որ մենք տկար չենք, որ մենք խեղճ չենք, որ մենք պարտված չենք։ Աստված չի բաժանել մեկին 5 տա, բայց մեկին ոչի չտա։ Գոնե մահատն ունենք եւ ուզում եմ այդ մահատի համար ձեռքը տարածես։ Մահատի համար Տերոջը փառտաս եւ ասես Տեր, կարմիր ծովը բացելու համար մահատ ձեռնափայտեր կարիք։ Կհանես մեզ կատաղի կրվից էլ ուր էլ որ գնանք Տեր քեզ հետ ենք լինելու Աստված օրքի մեզ հետ է անգամ կրակում մեզ հետ է որպես ծածկոց մեզ հետ է փոթորկում կհանդես մեզ կատաղի կրվից էլ ուր էլ որ գնանք Տեր քեզ հետ ենք լինելու Աստված օրքի մեզ հետ է անգամ կրակում մեզ հետ է որպես ծածկոց մեզ հետ է փոթորկում կհանես մեզ կատաղի կրվից էլ ուր էլ որ գնանք մենք քեզ հետ է լինելու Աստված օրքի մեզ հետ է Եթե կարող եմ խնդրեմ այդ համար գցեք 26-ը համարը 14-26 Եղբայր կարող եք մեզ առաջնորդել կարդանք ես համարը Եվ Տերն ասեց Մովսեսին ձեռքդ մեկնիր ծովի վրա որ ջրերը ետ դառնան եգիպտացիների վրա նրանց կառքերի եւ նրանց ձիավորների վրա Ամեն Մեր րոպե, մեկ րոպե
Քանի համար առաջ Աստված ինչ ասավ, ձեռքդ բարձրացու եւ ծովը ճեղքվեց եւ ազգը ապահով ներս մտան։ Հիմա ինչ է ասում։ Եվ ձեռքդ մեկնիր ծովի վրա, որ ջրերը ետ դառնան եգիպտացիների վրա, նրանց կառքերի եւ նրանց ձիավորների վրա։ Ամեն։ Նույն օծությունը, որ կարող է քո համար ճանապարհ բացի, նույն օծությունը կարող է խափանի չարի զորությունը քո կյանքի մեջ եւ խորտակի։ Եվ իմանում եք, մենակ չի ասում զինվորներին խորտակավ, կառքերին էլ խորտակավ։ Իմանում եք ինչու, որտեվ կառքերը նորեն կարող են հետևին։ Աստված ոչ խորտակում է մեր ներկա թշնամուն, ապագայի հարձակվելու հնարավորությունն էլ նրանից առնում է։ Ամեն։ Նույն ձեռքը որ բարձրացավ, նույն ձեռքը նորեն բարձրացավ եւ ջուրերը վերադարձան եւ թշնամուն տարան։ Մեր ազիզ եղբոր իրավունքով ուսում մատ հավատքի գործ անենք։ Այս պատկամի սկիզբն ասամ, որ պատասխանն ինչ է։ Տեր, ես հոգնած եմ։ Դու քայլի դեպի առջև։ Տեր, ես կոտրված եմ։ Արի առջև։ Տեր, թշնամին գալու է։ Շարժվի առջև։ Կարմիր ծովն է։ Շարժվի առջև։ Տեր, իմ ընտանիքը քայքայված է։ Շարժվի առջև։ Գործ չունեմ, հաներեմ, շարժվի առջև։ Ես չեմ կարող շարունակեմ, վախանում եմ, շարժվի առջև։ Տերոջ ճանապարհը մի բան է։ Շարժվի առջև, քայլի առջև, մի վախենա եւ արի։ Եվ այսօր ուզում եմ հրավիրեմ նրանք, որ ուզում ենք տարիներից հետո օգտվենք մեր ձեռնափայտը խորտակելու եւ խափանելու չարի ամեն հնարքը մեր ընտանիքի եւ մեր եկեղեցու մեջ։ Ուզում ես երկի ընթացքին կանք առաջ եւ հավատքով ձեռքը տարածենք եւ ասենք Տեր, իմ հիվանդության վրա ուզում եմ քո ջուրերը կան, իմ տկարության վրա ուզում եմ քո ջուրերը կան, իմ թշնամիների վրա ուզում եմ քո ջուրերը կան եւ վստահել եք Տերը խորտակելու է։ Եթե բժշկության կարիք ունեք, արեք առաջ, որ Աստված խորտակի բժշկությունը Սուրբ Հոգու ջուրերի մեջ։ Եթե օծության կարիք ունեք, եթե որոշները հասել եք մետեղ, որ կարծում եք վերջ է, փառք քեզ Տեր։